Քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կրճատելու նպատակով երկու կրծքերը վիրահատելու որոշում կայացնելով ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, անձնավորություն, որն իր գեղեցկությամբ, հմայքով եւ փախստականների ու կանանց իրավունքների պաշտպանությամբ արդեն լավ հայտնի էր բոլորին։ Նրա մայրը քաղցկեղից մահացել է 56 տարեկան հասակում եւ Ջուլիի երեխաները նրան հարցրել են, թե արդյոք իրենք նույնպես պիտի կորցնեն իրենց մորը վաղ հասակում։ Գենետիկական ստուգումները ցույց են տվել, որ Ջոլին ունի կրծքի քաղցկեղով հիվանդանալու 87 եւ ձվարանների քաղցկեղով հիվանդանալու 57%-ի հնարավորություն։ Կրծքի քաղցկեղ առաջ բերող BRCA1 կոչվող գենը, եթե կնոջ մոտ հայտնվում է վաղ տարիքում, ապա նրա դուստրը կարող է քաղցկեղով հիվանդանալ նրանից նույնիսկ ավելի վաղ տարիքում։ Ինչպես ուռուցքաբան Մարկ Բոյսվերտն է ասում, այս տիպի քաղցկեղները հաճախ են հանդիպում երիտասարդ կանանց մոտ, եւ որքան երիտասարդ, այնքան ավելի ագրեսիվ է լինում հիվանդությունը։ BRCA-ի գեները ավելի շատ հայտնաբերվում է արևելաեվրոպացիների եւ հրեաների մոտ, սակայն այս հիվանդությամբ հիվանդանում են նաեւ սևամորթները, ասիացիները, լատինամերիկյան ծագումով մարդիկ։ Այդ պատճառով ԱՄՆ-ի ուռուցքաբանության ազգային հաստատությունը առաջարկում է, որ կանայք շատ վաղ տարիքից սկսեն ժառանգաբանական ստուգումներ, եթե նրանց հարազատներից որևէ մեկը ունեցել է կրծքի կամ ձվարանների քաղցկեղ։ Պաշտպանական այնպիսի վիրահատությունը, որին դիմել է Անջելինա Ջոլին, այս հիվանդությունը ձեռք բերելու հնարավորությունը իջեցնում է մինչև 5%-ի, ու կոչ է արվում բոլոր կանանց պարբերաբար անցնել նման ստուգումներ, ու եթե պատահի, որ կհայտնաբերվի քաղցկեղածին այս գենը, հարկավոր չէ հուսահատվել, հարկավոր է հավատալ ու պայքարել, լինի դեղորայքային բուժման ընթացքում, թե վիրահատության դեպքում։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։